Ինչով կանեմ քեզ օգնում։ Սիրտս ցաված, երբ քեզ լացելուց տեսա։ Ինչի պիտի անծանոթ մարդու համար սիրտը ցավա։ Հենց էտա, որ ես քեզ անծանոթի պես չգրկեցի։ Ես լավ եմ, ինձ բան պետք չի, կարաս վերադառնաս ընկերներիդ մոտ։ Ինձ պետք չի խաբել, լավ չես։ Ինչի, որովհետև ինձ լացելուց տեսար, պետք չի ամեն տեսածին հավատալ։ Ես ոչ թե տեսածից եմ հավատում, այլ զգացածից։ Բայց դու ոնց կարաս զգաս իմ ապրումները։ Իմ համար էլ այդ տարօրինակ։ Ժան, ձեր ցավը տանեմ դռները բաց են հոպանն է գալիս։ Յա, ախպերս, ես դու էլ ես գրանցված ես տանը։ Վովան Լեոյենց մտերիմ ընկերն է, ու ասեմ իմանաս, ավելի շատ իրավունք ունի ես տանը գտնվելու, քան դու, մեր շատ սիրելի և թանկ հոպար։ Բա դու ինչ ես անում ստեղ։ Ամուսնացած աղջիկ ես, ինչի մա մարդու տանը չես։ Մանուշակ ինչ եղավ։ Հերս բարյոր ցավը տանեմ։ Դու այստեղ ինչ ես գործրել։ Քեզ, աղբորս բալեքին, իմ սիրուն ձակերին, եկել եմ տենամ տանեցիկս ոնց են, նա ինչ առևտուր եմ արել տան համար, քանի ժամը կանգնած եմ։ Մի հատ լայախ չի անում աղբորս աղջիկը ձեռքիցս վերցնի։ Ընկել ջուրը խեղդվում ես, վերցնե, որ փրկվես։ Իսկ քեզ ով ասել առևտուր անես գաս։ Մեզ ոչինչ պետք չի։ Պետք չի, կարակ տանեք թափեք։ Ես գամ հասնեմ քո դուրը դու ինձ շամփես, հա մանման աղջիկ։ Ոչինչ էլ փոշմանելու ես։ Արա դե ես ինչա ուզում է։ Հա, ասա։ Բայց ինչի տենց կոպիտ որ։ Որովհետև զբաղված եմ արագ ասա անջտի։ Լավ, կներես որ զանգեցի, պարզապես հույս ունեի որ կօգնես։ Սուպա։ Ասում զզվում արա ասենց ձևականներից։ Կասիլ է։ Ինչ ես ուզում։ Դու էիր զանգե, դու ասա ինչ ես ուզում։ Ոչ մի բան, պարզապես մեքենաս էր փչացել, ուզում էի օգնել ինձ։ Բայց եթե ժամանակ չունես, ոչ մի խնդիր, ես մենակով գլուխ կհանեմ։ Հա դե որ մենակով գլուխ կհանես էլ ինչ ես զանգե։ Որովհետև մտածեցի միակ մարդկանցից գնես, որ կկարողանաս հիմա ինձ օգնես, բայց ոնց հասկանում եմ, այդքան էլ չէ։ Սխալվեցի։ Արա մեծ մարդ ես, էվակուատոր կանչի թողան տանեն ավտո, զանգել ես ինձ որի ինչ։ Վայ դե գրիշ չես հասկանում, ասում եմ ոչ մի անգամ նման իրավիճակում չեմ հայտնվել։ Ոչ մի տվյալ չունեմ, ես չգիտեմ ոնց անեմ։ Արա առաջի երկրորդ անգամն ինչ կապ ունի, 21-րդ դարն է, մեծ հասուն աղջիկ ես, չես կարող քո խնդիրները լուծես։ Փող չկա ձերդ, մեծ զանգի թող էվակուատոր գա էլի։ Արի գիտես ինչ անենք, հիմա դու իմ ժամանակը մի գողացի ու թող ես ինքս ինձ օգնեմ, լավ։ Լավ, լակացած խրգիլը։ Եկեք։ Վավա ջանացի նստի, դրավորի աղջիկ։ Տեսքը։ Իմանայի հյուրեր ունեք, ցավները տանեմ, ավելի ծանր, ավելի ճոխ կգայի, հեր ջան, տո պետք ներ, խանութը կկապեի ավտոյից պոչին ու կբերեի մեր սուրբ օջախ։ Ստեղ միակ հյուրը դու ես աղում։ Են էլ չսպասված։ Սարիկն ու Վովան մեր տան տղերքն են։ Նարեն էլ մեր տան աղջիկն է։ Թե մալադես ձեզ էլի։ Բա այդ դեպքում ես ով եմ հեր ջան, որ թորներիդ բերանին չես գալի իմ այդ սենց անհարգալից խոսալու համար։
Կլինի ասես ինչու ես եկել։ Ընդհանրապես քեզ չէինք սպասում։ Նախ ասեմ, որ հոպարդ քեզանից շատ խիստ վիրավորված է, ցավդ տանեմ։ Բայց ոչինչ։ Դու էլի իմ սիրուն բալեն ես։ Ես էլի քեզ շատ սիրում եմ։ Հոպարդ մեծ սիրտ ունի, ներողամիտ տղա է։ Այնքան եմ գալու գնամ։ Այնքան եմ գալու գնամ դառնամ, այս ընտանիքի սիրուն անդամը, ցավները տանեմ։ Աստված ջան, ինձ համբերություն տուր։ Բանի տեղ մի դիր ախպերս։ Դու շատ քաղցրարուն տղա ես երևում։ Առանց պրոբլեմ կարաս ինձ ասես հոպարի ջան։ Չէ, լուրջ եմ ասում, հա։ Իմացի այսօրվանից հետո քո հոպարնել եմ, մեռնում քեզ։ Լավ, չասեցիք, բայց ինչ առիթ է։ Այսքանով ինչ ենք սենց հավաքվել իրար գլուխ։ Դավիթը, այսպես ասած, նշանվել է։ Նարեին մատանի է նվիրել։ Ինչի ես քեզ պատեպատ տալիս։ Հանգստությունը հաճելի չի։ Այս ինձ համար հանգստություն չի, անհանգստություն է։ Խորհուրդ կտամ գնաս լոգանք ընդունես։ Համ հանգստացնում է, համ էլ այդ լարվածությունդ կանցնի։ Գրիշը շատ վատ վիճակում տնից դուրս եկավ։ Լեայի բացակայությունը քիչ էր, հիմա էլ Գրիշը։ Գրիշը տնից չի գնա, առանձին չի մնա։ Մի անհանգստացի։ Շատ վստահ ես։ Հետ էր մնում պակաս։ Հիմա էլ գնան առանձին ամեն մեկը տուն վարձեն մնան։ Ընենց մի արեք, բոլորին շատ արագ հավաքեմ տուն։ Լեան աշխատում է ու իր սեփական գումարով է վարձում։ Ընդամենը 2 րոպե է պահանջվելու ինձնից, որ Լեան մնա առանց աշխատանքի։ Չեմ ուզում լսել անգամ սրա մասին։ Առայժմ չեմ էլ պատրաստվում նման քայլի գնամ։ Զանգեմ տեսնեմ Գրիշը ուր է կանչում տուն, որ դու հանգստանաս։ Նեշանը իր տնից գնար այդ վիճակում, հիմա էլ զանգում ես հետ ես կանչում։ Բայց ոչինչ, որ քեզ եմ պաշտպանել։ Թե էլի ես եմ մեղավոր։ Ալո։ Ուր ես։ Խառը։ Այդ խառը կպահես քո նման խառը մարդկանց համար։ Ինձ կոնկրետ պատասխան տուր, ուր ես։ Եթե հետաքրքիր է Մանանի հետ եմ թե չէ, ասեմ որ չէ, կարաս հանգիստ լնես։ Ու իմացի, որ մեր փողը ամենտեղ չի, որ հարց է լուծում։ Չեկավ հետս։ Դեբիլ։ Լսեցի՞ր սրա պատասխանը։ Գնում հագնվում դուրս գամ, թե չկպայթի սիրտես։ Հետաքրքիր է իրոք հետևից գնացելա չի եկել, թե հորը հունից հանելու համար ասեց։ Գեղչկուի մեռնում է, չստացված դերասանուհին, ինչը լեզվանի էր, անդաստիակի պես հարցակվեց վրես։ Սրան որ նայում ես պահիտակ քեզանից հիասթափվում եմ Գրիշ, ոնց է սենց անջաշակ ընտրություն արել։ Գրաս կգամ մնացելա վրատ։ Զարմացա, ոչ չտրար դեմքիս, երբ զանգեցի ու օգնություն խնդրեցի։ Ապրես որ եկար նենց նեղված եմ, մտածում էի չես գալու։ Ես էլ գիտեի դու նեղվողներից չես։ Հա, էլի որ, ես իրականում իմ համար չէի նեղված, այլ քո համար։ Իմ համար ինչ ես անհանգստանում։ Դե ճիշտն ասած զանգեցի կինդ պատասխանեց ու բավականին մեծ սկանդալ սարքեց։ Նույնիսկ մտածում էի որ զանգեմ չես էլ պատասխանի, բայց արի ուտես դու վախեցող տղամարդկանցից չես։ Լավ, սրանից հետո այդ թեման էլ չբացես, եթե ես չեմ խոսում, դու ընդհանրապես մի խոսա դրանից։ Ու ընդհանրապես որ
Դու պետք լինես, ես կզանգեմ, դու մի զանգի։ Նույնիսկ նման դեպքերում Նույնիսկ սենց դեպքերում։ Լավ, արի տեսնենք ավտոյիդ հետ ինչ ա եղել։ Իսկ դու հասկանում ես մեքենաներից։ Դե ես չի տենց հասկանում եմ։ Էվակուատոր եմ կանչել, հեսա գտնենք ինչ ասում։ Լսի բանալին մեջը մցել ես, կարող է չես մցել դրա համար չի աշխատում։ Չէ, դու լրիվ ինձ դեբիլի տեղ ես դրել, լուրջ եմ ասում։ Չէ, չամուր։ Լավ։ Ես քո հետ իմ ծրագրերն ունեմ։ Դրա համար հիմա մի քիչ հիմար կձևանանք, որ դու քեզ ուժեղ զգաս։ Տաղեր գլով բարին տեղ տվեք։ Բեր ջան, ցավը տանը։ Դա սենց բան են անում, հա։ Ես ձեր դուշմանն եմ, նշան դրեք, լավ առիթ ու ես չեմ իմանում, պատահական եմ իմանում, բայց իմանայի մի հատ ուժեղ շուքով գար հոպարդ, մեռնեմ սրտիդ, այ բալա։ Ավո, լավ, հերիքա կթողնես հաց ուտենք։ Սենց հոպարնում ա պետք, հա, հոպար եմ անում, բայց որ նախորոք իմանայի, սենց սուրպ առիթ հա, սենց կգայի, հա, հննես մի հատ մեծ շուքով կգայի խնամիների բերանը բաց կմնար։ Հերիքա, ավել պակաս խոսես։ Հոպար ջան, խնամիներից մենակ ես եմ ստեղ։ Իմ բերանն էլ անգամ ուտելուց է դժվար բացվում։ Այդ ցավդ էլ տանեմ ես։ Դե, բախտավոր են մեր ջահելները, աղբերի ջան։ Հա, բախտավոր կլինեն։ Դու մենակ մի հուզվի։ Բա մեր հարսը քո ինչն է։ Քուրս է։ Դրա համար է սենց հուզված։ Հարժան ցավը տանեմ, ներող կլնես, որ առանց նվեր եմ եկել։ Չէ, ընդհանրապես նվերի կարիք չկար։ Իմ թակավոր տղա, հլարի մոտիկ։ Լավ էլի դե։ Երեխուն հանգիստ թող։ Երեխիկ ջան, ձեր կենաց, երջանիկ լինեք, դուք շատ կազմակերպված զույգ եք, շատ։ Ես շատ ուրախ եմ ձեզ համար, ու մեծ հույսեր եմ կապում ձեզ հետ։ Մերսի շատ, պապի ջան։ Հուսով եմ, հուսախապ չենք անի։ Հոպարն էլ ձեր մեջքին միշտ կանգնած ա, ցավները տանեմ, բախտավոր ելնեք։ Ավո դու ինչքան ես մեր ներվերը ուտելու։ Ավոն ցավը տանը։ Ես քանի որ քեզ նվեր չեմ բերել, ցավը տանեմ։ Էս հոպարից քեզ թակավորս, լքից վիզդ։ Ինչ ես անում, ավո։ Պահի, ավո, չեմ ուզում։ Վիրավորում ես։ Վիրավորում են տաղուտ պապ։ Դու էլ քո ներկայությամբ մեզ ես վիրավորում։ Այդ որ ես ամուսնանում էի, ինձ սենց նվեր չարեցիր։ Մանուշակ։ Ցավը տանեմ։ Դու մակոսների հարսն ես։ Դրանց ձեռը քարի տակ չի, դրանցից պետք է վերցնես, ոչ թե 10։ Վերջն այս հոպարը։ Ներվի դե։ Լավ էր, հերիք եղավ, անուշարեք, ոգտվեք երեխիք չեմ։ Հերս ճիշտ է ասում, մի հատ հավեսով հաց կերեք երեխեք։ Մամ, լվացվեմ գամ։ Չէ, պետք է անպայման Վովայի հետ խոսամ ու ասեմ ճշմարտությունը, էլ չեմ դիմանում։ Ազատվել ա պետք է ծանրությունից։ Մամ, այդ ինչ ծանրությունից ես ուզում ազատվես, որ չի ստացվում։
Բալես աղբը լցվել է ու թափել է պետք ու գիտես ես վիրահատությունից հետո էլ թեթև ծանրությունը արդեն տհաճ է ինձ։ Մամ ջան, չհասկացա դու պետք է աղբը թափես։ Ուրա տուր։ Չէ, նստի, հացդ կուտես, նոր աղբը կթափես։ Համել ճաշը հեսա կլինի արդեն։ Մամ ջան, մի բան ասեմ, չնեղանաս։ Սոված չես։ Ասացի, չէ, չնեղանաս։ Չէ, չեմ նեղանում, բալես, բայց գիտես, մարզիկի համար սենց սնվելը շատ սխալ է։ Դու հանգիստ եղի, ես կերած եմ։ Բայց քո հետ կնստեմ դու կուտես, քեզ մենակ չեմ թողնի։ Չէ, որ դու չես ուտում, ես չեմ ուզում։ Ավելի լավ է ինձ ասա տեսնեմ որտեղ ես կերել ու ինչ ես կերել։ Լեո հենց տանն էի։ Դավիթ նկերուն առաջարկություն էր արել, էդ էինք նշում։ Պարզա, դու էլ իրանց տնից անպակաս ես։ Դե լավ մարդկանց հետ շփվելը միշտ էլ հաճելի է։ Դե թող բախտավոր լինեն Դավիթն ու իր ընկերուին։ Նենց զարմացած եմ, մամ։ Պարզվում է Լեոյեն հոպար ունեն։ Ինչ։ Ու այդ հոպարը ունան մակունցի փեսան է։ Չհասկացա։ Դե, ես էլ ոնց հասկացա, Լեոյենք այդ մարդուն չեն ընդունում որպես իրանց հոպար։ Բայց ինչի։ Որովհետև հենց Լեոյենց հայրը մահացել է, ընտանիքից գնացել է, տեր չի կանգնել։ 20 տարուց ավել չի եղել, նոր է հայտնվել։ Ապրես բալես, հալալա քեզ ցավդ տանը, այդ հարցով էլ ես հոպարիդ քաշել, շատ լավ, շատ տնավարի աղջիկ ես ընտրել, տեսակ ժողովուրդ, ոնց արես, դրես, թափեց, ավլեց ու գնաց։ Դե լավ է էլի, ես էլ քեզ էի սպասում, որ դու ասեի քո կարծիքը, թե չէ միջևը չգիտեի, որ լավ ընտրություն եմ արել։ Այսօրվա դերդ գերազանց խաղացիր, բայց արդեն գնալու ժամն է։ Պապի ջան, բա որ սա սենց լավ դերասանական տաղանդ է ունեցել։ Ինչի՞ չես միջնորդել ձեր թատրոն վերցնեն, բեմ բարձրանա, հայտնի մարդ դառնա։ Ինչ ափսոս, որ ինձ չեք հավատում։ Կարող է գնաս, որ մենք էլ հանգստանանք, հոգնած ենք։ Մեկն էլ ունի քեզ ասի, դու ինչ չես գնում։ Ամուսնացած կնիկ ես, տուն ունես, տեղ ունես, մարդ ունես։ Դե մակունցներին հետաքրքիր չի, հիմա իրանց հարսը ուրա։ Լավ ավո, խնդրում եմ, ազատի մեզ քեզանից ու գնա էլի։ Չէ, ցավը տանը։ Ավո հոպարը որոշել է, որ այսօր մեր ընտանիքով ենք մեր օրը անցկացնելու։ Էշի տեղ ես մեզ դրել։ Մենք քո համար ինչ ընտանիք, այդ երբվանից քո ընտանիքը դարձանք։ Պարոն Սարգսյան, տեսնում ես լակոտներդ հետս ոնց են խոսում։ Այդ լակոտները դառը կյանքով մեծացած մարդիկ են, շատ լավ գիտեն ում հետ ոնց խոսեն։ Երևա որ ծանր մանկություն են տեսել։ Ում հետ ուզում է ոնց ուզում է թող խոսան, բայց իմ հետ հարգալից լինեն։ Այդ որ լավ արածիդ համար է։ Այն որ 20 տարի չկայր, այն որ մեր աղբորը հետ չբերեցիր տենցել, թե որ գնացիր Հունանի փեսա դարար։ Բոլորը միասին վերցրած, լսում եք, հերիքա բոլա։ Ես շատ սուսվնացի, դուք էլ շատ նստեցիք գլխիս։ Տես ճիշտ չի, տենց սխալ է, տենց մարդկային չի, հերիքա արդեն։ Արի դու դուրս արի, թե չէ սրա վերջը շատ վատ է լինելու։ Աբո, ինչ կլինի գնա, ավելորդ լարվածություն մի ստեղծի։ Իսկ ես կառաջարկեմ լսենք, տեսնենք ինչ է ասում։ Ցավը տանեմ, հոպարի բալա, տենում ես, մենակ դու ես տան ինձ հասկանում, ապրես։ Շատ ճիշտ ես, մենք քեզ չենք հասկանում ու չենք ընդունում։ Դրա համար ճիշտ կանես մեզնից հեռու մնաս ու գնաս։ Ինչի համար, այդ որ արարգիս համար, այդ ցավը տանեմ։ Որ այսքան տարի ինչ արել եմ ձեր համար եմ արել, որ այսքան տարի ինչ կռիվ արել եմ, կռիվ տվել եմ ձեր համար ու չեմ բարձրաձայնել դրա մասին։ Պապի լուրջ եմ ասում, այս տղետ գլխից ոնց որ մի քիչ հիվանդ է։ Լավ։ Շատ եք ուզում իմանալ ինչ էի անում, ուր էի այսքան տարի, որտեղ էի, կասեմ։ Ձեր հոր Ռաֆոյի պարտքերն էի փակում։ Ռաֆը պարտքեր չի ունեցել։ Հա, պապա ջան,
Դե քո Ռաֆը քո աչքին միշտ էլ իդեալական է եղել։ Ինքը թերություններ չի ունեցել։ Ինքը ինձանից միշտ էլ լավն է եղել, բայց դες չի եղել։ Դու չես ուզեցել ուղղակի ճիշտը տենաս, պապա ջան։ Իսկ դու ով ես, որ մեր հոր թերություններից խոսաս, ավո։ Ես ով եմ։ Ես այն մարդն եմ, ով իր վզին վերցրեց ձեր հոր պարտքերը։ Լսում եք, ու ընդհատակ անցա։ Չուզեցի, որ ձեր հետևից գան, ձեզ վնասեն, ձեզ հետևեն, գոնե ձեզ հանգիստ թողեն։ Ոնց որ կռիվ կինո պատմես։ Հա, ցավը տանեմ, կռիվ կինոյա։ Ես էլ այդ վատ կինոյի մեջի լավ տղան եմ եղել, որովհետև իշքան վատ տղական իմ հետ էր կռվում։ Բայց իմ համար ցավը այդ չի։ Իմ համար ցավը իմ հոր վերաբերմունքն է, իմ հորը անհավատ լինելն է իմ նկատմամբ, այդ է ինձ ցավացնում։ Ավել պակաս խոսես։ Իմ Ռաֆը երբեք պարտքեր չի ունեցել։ Նա պարզապես փող էր ջարում երեխուն վիրահատելու համար։ Հա դե ցավը տանը, բա ոնց։ Խոսքը Ռաֆոյի մասին է, Ռաֆոն մաքրամաքուր տղա է։ Գիտես քո լավ տղան ինչով է զբաղված եղել։ Խուժան կռիվների մեջ չընկած, այդ տենց է ուզեցել տղեդ փող աշխատի։ Մի հատ ես վալոտ կար, կարող է հիշես, չգիտեմ։ Տավես դրա ծանոթը ջարդեց։ Դրանք էլ որ չբողոքեն, տանանք պարկով բան փող վերցրեցինք, որ չբողոքեն մեր վրա։ Ռաֆան գավելի կռիվների մեջ։ Իշքան ես կար հետը կռվելու եմ, կրելու եմ, ասում էի Ռաֆո ջան, մի արա ցավը տանեմ, հերիկա, ոնց թե փողի հոտ անգել էր քիթը, պետք է կռվեմ, պետք է կրեմ, պետք է ես ինչ անեմ։ Չլսեց ու տավին աղբորը սպանեցին աչքիս առաջ։ Այդ պարտքերը մնաց վրես, այդ կրվելու փողն էլ մնաց վրես, ավոյի վզին մնաց, ես եմ արել, տարապել եմ, հիմա ավո եք մեղադրում, այդ ավոյի ճակատագիրը։ Լավ, հիմա ինչի ես այդ ամեն ինչը պատմում, ինչի հենց հիմա։ Լավ արեցի, դուք հասցրեցիք, չէի ուզում ձեր հորը ձեր աչքից գցեի։ Բայց մեր հերն հենց բան չի արել, որ դու մի հատ էլ մեր հորը մեր աչքից գցես։ Ինչ էլ արել է իր երեխու համար արել, իր երեխու կյանքը փրկելու համար կռիվ ա տվել։ Ինչ ես խոսում։ Իսկ դու այդ պարտքերը փակելու փոխարեն գնայր աղբորը երեխու հետևից։ Վայ հորս արև։ Պապ չէ, քո արև չեմ ջոգում, չես լսում, այսքան ժամանակ ինչ եմ խոսում։ Ինչով գնայի։ Պարտքերի մեջ խրված էի, համբալություն էի անում, ինչ ասես անում էի։ Լավ, իսկ ինչով էիր փակում այդ պարտքերը, ոնց էիր փակում, որ փող չունեիր։ Ահա, խելացի աղջիկ, հարցերը դուրս գալիս է, տեսակ, հասանք բունկետին, վրես ցեխեք շպրտում, ինչի գնացի մտա հունալի թևի տակ, ինչի ամուսնացա հունալի քրոջը հետ, էդ էլ եմ հանում ձեզ արել, էդ էլ եմ հանում բոլորիդ արել։ Դե լավ էր էլի։ Փաստորեն հիմա ինչ արել չես արել ես կյանքում, մեր համար ես արել, տենց է ստացվում։ Հա բա, տենց էլ եղել է, ինչ արել եմ ձեր համար եմ արել, հանուն ձեզ եմ արել, գնացել ընկել եմ հունալի թևի տակ, որ այդ պարտքերը փակեմ, որ մնար որ մեկը պետք փակելու, ոչ մեկը էլ չէի կարողանալու, այդ ես եմ փակել։ Փակեցիր, լավ ես արել։ Ինչի հենց այդ ժամանակ չեկար։ Վիրավորված էի, նեղված էի։ Ես շատ լռեցի, դուք էլ շատ առիթից օգտվեցիք, հերիքա բոլա, չի կարելի, բայց ես այսքանը ձեզ պատմում եմ, դուք էլի թքած ունեք, ձեր ոտքերը մաքրում եք իմ տանջված, իմ տառապած տարիների վրա, այդ մարդկային չի, հերիքա արդեն։ Կներեք, որ ես ձեր ժամանակը խլեցի, ձեր ժամանակից գողացա։ Սա ուտելու ես, որ նայում ես։ Չէ, սենց չեմ կարա։ Ես իմ լռությամբ ինձ եմ ներսից ոչնչացնում։ Ավելի լավ է կտրուկ քայլերի գնամ, քան ապրեմ ես անորոշության մեջ։ Ուղղս կախել է։ Մենակ քոնը չէ, բոլորից շոկահարից գնաց։
Պապի, այն ինչ էր խոսում։ Դու ինչ որ բան հասկացար։ Մենք հիմա պիտի հավատանք իրան։ Չգիտեմ ինչ ասեմ։ Ես լավ չեմ երեխեք ջան։ Լավ էս ինչ սարքեց մեր գլխին։ Կամ լավ խաղաց։ Մյուս կամը չկա դաբը։ Հաստատ խաղաց։ Կարող է պատաբար մատը տա կպել, որ իմ համարն ես հավաքել։ Չէ, Լեո։ Զանգել եմ խնդրեմ, որ հանդիպենք։ Ո՞ղ խմած ես կամ քնած ես։ Բնականաբար տարօրինակ է հիմա քո համար իմ զանգը։ Ու տարօրինակ է, որ առաջարկում եմ հանդիպենք։ Բայց Լեո, աղաչում եմ մի մերժի, շատ կարևոր է։ Եթե հանդիպելու ենք ու դու բացատրություն տաս քո ու հորը տարօրինակ պահվածքին, ուրեմն հանդիպենք, Լեա։ Արա ջանավոս ցավը տանեմ ես ով ես դու։ Արա դու ես ով ես, դու ես ինչ տաղանդ ես ավո։ Արա դե տաղանդավոր մարդը ամեն ինչում է էլի տաղանդավոր։ Ոնց բայտակ ուղեղս աշխատեց է, ուղեղ, արա ուղեղ ես ասում։ Էդ ինչ հորին էլ հորինեցի։ Բարձրացա բեմ ու էլ չիչա, ջան ցավը տանեմ քեզ սազում է։ Չէ, էս ներկայացումից կարճելա պետք ավո։ Ոնց որ թե քիչ կոտրում եմ մերոնց, հա։ Էդ շատ լավ է, ավո խաղա հավատացնում ես։ Հալա աղջիկս։ Ես տեղ հանդիպման էի։ Դու ստեղ ինչ ես անում, ինչի տանը չես։ Թող իմ հետ կապված ոչ մի բան քեզ չհետաքրքրի։ Դե չէ, մենք այդքան սառնասիրտ չենք։ Մի հատ խնդրանք էլի։ Կարաս ինձ որպես անծանոթի վերաբերվես։ Լեա մի օր փոշմանելու ես քո սենց վատ պահվածքի համար, բայց ուշ է լինելու։ Ինչ վատ է, որ դեռ կարողանում ես ծաղրել։ Ձևացնել, որ ոչ մի բան չի եղել։ Հա, ես խաղվել եմ։ Դե երիտասարդ եմ եղել ու սայթակել եմ։ Հիմա ինչ անեմ, գնամ ինքնասպան լինեմ, որ ձեր ներմանը արժանանամ։ Դու չես սայթակել։ Դու հանցանք ես գործել։ Դու մարդ ես սպանել։ Իսկ ինչ ես տենց շշուկով ասում որ։ Վեր կաց հայտարարի ամբողջ սրճարանով այդ ամեն ինչը։ Դուրս արի փողոց գոռա, թող իմանան ով է հայրդ։ Բոլորին չէ, բայց այ Լեոին ասելու եմ։ Ի գիտություն քեզ, ես այստեղ Լեոին եմ սպասում։ Պատմելու եմ ողջ ճշմարտությունը։ Եթե ուզում ես, դու էլ կարող ես միանալ։ Միասին բացահայտենք։ Վերջում մանրամասն կպատմես, ոնց ես այդ խեղճ տղայի հորը սպանել։ Իսկ ում ես ուզում նրանով վատություն արած լինես, հա։ Ես հենց չեմ կարող ապրեմ։ Ես պետքա ճիշտը պատմեմ։ Իսկ մտածել ես դրանից հետո ինչ վատ իրավիճակում կհայտնվենք բոլորս։ Բոլորով չէ։ Մենակ դու։ Դե հա։ Լեոն ինձ կսպանի կամ փորձ կանի։ Գրիշոն էլ վրեժ կլուծի։ Մի խոսքով հնարավոր բոլոր տարբերակները կարան լինեն։ Ինձ թվում է մի քիչ երկար կարելի էր մտածել ստեղ գալուց առաջ կամ Լեոին տեսնելուց առաջ։ Գիտես ինչի։ Պետք չի սեփական եսը բավարարելու համար բոլորին զոհաբերել։
Կյանքս ես այնքան ես կարոտ են, ստենում ես ձեռները դողում, հա։ Լսի, հիմար ես դու։ Ինչ գործ ունես այս ժամին ստեղ ընել ես մուտքով։ Մտքովս չէր անց սպասի հելնեմ, են գլխավոր մուտքով մտնեմ, մտարի դիմավորին, նենց դիմավորի թոսախ հելնեն քնից։ Հենց հիմա շրջվի ու գնա։ Ո՞վ է գնամ մի հատ զանգը տամ գազ բացես։ Չէ, գնա խորհրդավոր ընկերուհուդ մոտ։ Գիտես չէ ոնց եմ սիրում որ խանդում ես։ Բայց ես չեմ սիրում որ ինձ կպնում ես։ Դու ես կինս ում կպնեմ։ Բաց թող։ Լսի հենց հիմա արի գնում ենք, շուտ արա։ Ես քո հետ ոչ միտեղ չեմ գալու։ Ուզում ես ձենես գցեմ գլուխս այս քշերով։ Լավ, դուրս արի դրսում կխոսենք։ Այդ ուրիշ։ Լսի ես թափրտածել, բայց մակրտի չգան են գնեն մեր տեղը։ Շարժվի, հա։ Որպես չգիտեմ, որ կա թե սիրում գիտես, չէ։ Վստահ եղի, որ դու իմ մասին դեռ շատ բան չգիտես։ Պապն այնպես էր խոսում, ասես իրենք մենակ են եղել ու օգնող չեն ունեցել։ Բայց եթե հոպար է եղել, ինքն էլ հարուստ մեկի պես է, ուրեմն կարող էր գալ երեխու հետևից։ Բայց չի արել։ Լավ, հիմա ես ոնց սա հասկանամ։ Պապն էլ ասում էր, կոտրվեցինք երեխուն փնտրելով։ Լսի, ես քեզ շատ պարզ ասեցի, չէ, քո հետ ոչ միտեղ չեմ գալու, որովհետև ես քեզ չեմ ներելու դավաճանության համար։ Խփնված արա։ Ո՞վ է քեզ դավաճանը, ինչ ես խոսում։ Կարող է դու հիշողության խնդիր ունես, բայց ես ոչ։ Ակակս, ասում եմ, դա չամուր է, ոչ մի բան մեր մեջ չի եղել, հա, գերում զանգում է, բայց դրանով է բանի տեղ դնում, էնի ով է։ Լսի, հեքիաթ չպատմես։ Քեզ լուրջ եմ ասում, հենա փաստացի եկել եմ մոտդ, ուրեմն դու ես իմ համար կարևոր, դու ես իմ համար թանկ, սիրելիս։ Ասում եմ, էնի ոչ մի բան է իմ համար։ Լսի, դուք տղամարդիկդ միշտ եք տենց դեբիլ։ Սիրում եք մեկին, բայց հանդիպում եք մեկ ուրիշի հետ։ Առհասարակ հասկանում եք ինչ եք ուզում կյանքից։ Լավ, արդեն երկարացնում ես ընկի առաջ ասում գնում ենք։ Հա տենց ես էլ խաղալիք եմ, դու ասեցիր, ես էլ խելոք եկա հետդ։ Մերոնք էլ թող զարթնեն տենց մտածեն թե ուր կորա։ Սպասենք այնքան մինչև հելն են նստանեցիքդ տենանից, թե դու գիտես։ Լավ։ Մի պայմանով կգամ հետդ։ Հələ ներկայացրա պայմաններդ, էլի։ Որ գնանք առանձին ապրելու։ Ինչ առանձին։ Հա կարծում եմ այդ հնարավորությունը ունենք, որ կարողանանք առանձնանալ։ Բայց ի՞նչ սկսի էլ ինչ ես դավաճանություն մեջտեղ վերում։ Ասա որ չես հարմարվե տնեցիք հետ, ուզում ես առանձին ապրենք։ Թե չէ դրա դավաճանություն ես խոսում։ Մեկը մյուսի հետ ընդհանրապես կապ չունի։ Ես էլի քեզ չեմ ներում։ Բայց եթե շատ ես խնդրում, կարամ եւ գամ։ Բայց ծնողներիցդ առանձին ապրելու պայմանով։ Դե հիմա լսի քեզ ինչ եմ ասում, մանան։ Ուրեմն ոչ մեկը չի ծանվե, որ ինձ կարանա ստիպի ես հեռու մնամ իմ տնեցիքից։ Ու քո նազ ու տուզը տանելու խաթերը չեմ հեռու մնալու իրանցից, հասկացար, առանձին չենք ապրելու։ Ու вообще գալիս ես արի, չէ, դու գիտես։ Հետևից տնգնող չկա։ Շնորհակալ։ Давай. Խափեցիր, Ալեա։